դուք ինչքանով հաշտ կլինեք, որ Հայաստանում երկիրը ղեկավարի ինչ որ ասվում է այդպես կարծիք կա, որ Հայաստանում երկիրը ղեկավարի Ռուսաստանում կապիտալ ունեցող առաջնորդ։ Ով ունի Ռուսաստանում կապիտալ։ Միքայել Սրբազանը։ Ոչ, խոսքը Միքայել Սրբազանի մասին չէ, կարծիք կա։ մասին է խոսքը։ Նման խոսույթ կա քաղաքական դաշտում։ Դուք դրա հետ հաշտ կլինեք, թե չէ։ Տեսեք, ես արդեն ասացի, որ ես չգիտեմ ով է իրենց առաջնորդը։ Բայց իրանք ասում են, որ մեր առաջնորդը Սամվել Կարապետյանն է։ Դե իրանց թիմի առաջնորդը Սամվել Կարապետյանն է, բայց ով է իրենց պատկերացրած ղեկավարը, ես չգիտեմ։ Ես չունեմ վախեր որևէ իմաստով, որ ինչ որ մեկը որևէ տեղ կապիտալ ունի։ Դա կլինի Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, թե բանում Կիպրոսում, որտեղ ունեն կապիտալ։ Ես դա տենց վախ չունեմ, ես վախ ունեմ հետեւյալի վերաբերյալ։ Եթե իշխանությունը պետքա փոխվի, այդ իշխանությունը պետքա ունենա հակակշիռներ։ Եթե հակակշիռներ չունեցավ, հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ միտեղ կապիտալ չունի, իբր թե, ասենք, Հայաստանում ունի կապիտալ։ Ռուսաստանում չունի, չէ՞ կապիտալ, մեր տվյալներով Նիկոլ Փաշինյանը։ Մենք տեստվյալ չունենք։ Ես էլ չունեմ։ Գնում ենք այն անմեղության կանխավարկածով։ Բայց ինքը ստացել է չհակակշռված իշխանություն։ Դա ինչ, այսինքն ինչ կապ ունի մարդը, որտեղ կապիտալ ունի։ Հիմա կարա մարդը միտեղ կապիտալ ունենա, բայց ունենաս պարլամենտ, որ իրան հակակշռի, փոխզսպի, ունենաս նախագահ, որը բերանը ջուրարած նստած չի, այլ հակակշռում է, փոխզսպում է։ Կապիտալը դա ինչ դեր է կատարելու։ Այդ կապիտալը կվերցնես, կբերես քո երկիր։ Այդ պարագայում։